Այս անձնավորությունը քարոզարշավի ժամանակ էլ էր խոսում միութենական պետության մասին, խոսում էր, ասում էր, հեսա Ռուսաստանից ներդրումներ են գալու Գյումրիի, չէ, այսպես բաներ։ Այսինքն ռուսական կայսրության ծիրի մեջ է այս անձնավորությունը պատկերացնում Հայաստանի ապագան։ Ես Հայաստանի Հանրապետության ապագան իր դեպքում չեմ ասում, որտեղ իրանց ասած սցենարում Հայաստանի Հանրապետություն չկա։ Կա Հայաստան, որը ունի գուբերնիայի կարգավիճակ, ինչ որ հեռավոր ծայրագավառի կարգավիճակ, ինչի մասին որ շատ ենք խոսել, եւ հիմա այս մարդը ըստ էության մեր ողջ ընդդիմադիր շրջանակների մարմնավորումն է։ Ինքը իր մեջ մարմնավորում է Սերժին, Քոչարյանին, Լևոնին էլ է մարմնավորում։ Այդ Գյումրու ընտրություններին մասնակցած բոլոր ընդդիմադիրները սենց հավաքական կերպարն է։ Այն ամբողջ կեղտը ընդդիմադիր դաշտի դուրս է գալիս Վարդան Ղուկասյանի բերանից։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։